Փաշյան համայնքի բնակիչները այս պահին կառավարությունում հանդիպման են եւ այնտեղ իրենց խնդիրն են բարձրաձայնում, 25 համարի երթուղին ուզում են գծից հանել, ինչպես նաեւ թանկացման խնդիրն է այստեղ, եթե նրանք վճարում էին 150 դրամ, գծից հանելուց հետո կդառնա տրանսպորտի գինը 250 դրամ, այսինքն կրկնակի նրանք պետք է վճարեն, բայց այդ խնդիրը ունեն նաեւ երևանցիները, ինչ կասեք տրանսպորտի թանկացման մասին։ Սկսեմ Երևանից, ես ինքս երևանցի եմ, ամբողջ կյանքում այնպես ստացվել, որ շատ քիչ եմ օգտվել տրանսպորտից, այս ընթացքում ինչ բոյկոտի ժամանակը սկսվել է, ես բոյկոտել եմ, չեմ տվել, 3-4 անգամ եմ օգտվել տրանսպորտից, ուղղակի պրինցիպիալն է, չեմ օգտվելու իրանց ասած գնով։ Շատ վատ է, որ մետրոյից հնարավոր չի այդ ձևով բոյկոտելով օգտվել, որովհետև այնտեղ էլ մի քիչ ուրիշ է, դե հասկանում եք անցնելու խնդիրն է հարցը։ Ինչ վերաբերվում է թանկացումներին, թող այս շենքում հանգրվանած արարածը բացատրի, թե մինիմալ աշխատավարձը քանի անգամ է ինքը բարձրացրել, որպեսզի այդքան անգամ իրավունք ունենար բարձրացնել տրանսպորտի վարձը կամ որևէ այլ վարձ։ Օրինակ կենտրոնում, որտեղ մերոնք ապրել են 150 եւ ավելի տարիներ առաջ, այստեղ այս շատրվանների տեղում իմ տատիկի մայրիկն ա ծնվել 1874 թվից։ Ես բնիկ 4-րդ թե 5-րդ սերունդ արդեն չգիտեմ, երևանցի եմ։ Բացի այդ չէ կարծում, որ ուզում եմ պետք է վճարել երթուղու համար, ոչ թե ավտոբուսի բարեկարգ լինելու։ Ավտոբուսի բարեկարգ լինելը դա իրանց պարտավորությունն է։ Ավտոբուսը եթե փչանումական հին սերնդի է, պետությունը պարտավոր է ներկրել։ Որևէ երկրում դուք լսել եք, որ տրանսպորտը փոխելուց հետո բարձրացնեն գինը, տենց բան չկա։ Դա քաղաքապետարանի ֆունկցիայի մեջ է մտնում։ Իրանք պարտավոր են նորոգեն նոր կազմը։ Ինչի մասին է խոսքը։ Բայց դուք համամիտ եք այն կարծիքի հետ, որ Երևանում ունենք բարեկարգված տրանսպորտ։ Ոչ, բարեկարգված չի։ Բարեկարգված տրանսպորտը ես հասկանում եմ այնպես, որ ցանկացած մարդ, ով որ մտնում է տրանսպորտ, նա նստելու տեղ պետք է ունենա։ Իսկ մեր մոտ իրար փաթաթված են գրկած են գնում, մի քիչ կողքից նկարես ուրիշ կինոյի է նմանվում։ Շատ տգեղ երևույթ է, մեր տրանսպորտը շատ ուշ է գալիս, եկածնել բոլորովին բարեկարգ չի։ Ինչ որ մի տեսակի տրանսպորտեր կար, որ այս նստատեղերը այսպես կլոր է ու կողքերից երկաթի նման կարծես ակցանի մեջ ընդհանրապես հարմար չի։ Շատ անհարմար տրանսպորտ են բերել։ Այդ ման ավտոբուսները էլի մի քիչ ոչինչ, բայց դե տեսնում եք ինչ են արել կապված բոյկոտի հետ։ Ինչ վերաբերում է պրոշյանցիներին եւ Քազախ սովխոզի մարդկանց։ Այդ մարդիկ մեծամասամբ աշխատանք չունեցող մարդիկ են, որտեղ գտնվում է քաղաքից հեռու, բնականաբար այնտեղ չկան այդքան շատ աշխատատեղեր, որպեսզի այդ մարդիկ կարողանան ունենան ստաբիլ աշխատավարձ, նրանք պետք է հասնեն Երևան կամ թեկուզ գնան, չգիտեմ, աշտարակ, ինչ որ միտեղ, որտեղ որ իրենց տնից հաստատ շատ հեռու է։ Պատկերացրեք այդ գումարը եռապատկվում, քառապատկվում է, ինչքան է դառնում, թե առաջ գալիս էր մի 300 դրամով է կարողանում են այդ խնդիրը լուծեին, հիմա դառնում է 1000 եւ ավելի։ Դուք այդ մարդկանց աշխատավարձը եռապատկել եք, որ եռապատիկ իրանցից վերցնելու եք այդ գումարը։ Հանուն ինչի։ Միած սկզբից թող իրենց այդ падավատապետություն կոչված, ով որ ասում է, թող իր падավատից հրաժարվի, սկսի օգտվել տրանսպորտից, միայն հեծանիվ էլ մի տվեք դրան, այդ հեծանիվը իրան շատ է ինչ-որ շփոթեցնում, թող օգտվի մեր սովորական քաղաքային տրանսպորտից, դրա բոլոր բարիքները հասկանա, իր մարմնի վրա զգա ու իր աշխատավարձը իջեցրեք միջինից ցածր, ասենք 200,000 ու թող իր ընտանիքը տենց ապրի, ինչով է մեզանից լավը։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ հանգացումներից առաջ տրանսպորտի եւ մետրոյից է օգտվել եւ տեսանյութ է դրել, հա, տեղադրել իր Տելեգրամյան ալիքում եւ մետրոյից է մի անգամով օգտվելը մեզ ընդհանրապես հետաքրքիր չի։ Պետք է իրան այդ падավատից զրկել ընդմիշտ, որտեղ ինքը որևէ լավ բան չի արել մեր պետության համար, ել չասեմ, որ ինքը ինչ եկել է մեր պետությունը օրորի փոքրանում է։ Ինչի իր տնից էր բերել, որ հիմա հանձնում է ուրիշին։ Այն նշեցիք, որ բոյկոտել եք տրանսպորտը եւ մինչ օրս էլ բոյկոտում եք, երբևիցե խնդիրներ առաջացել է թեկուզ վարորդների հետ։ Իմ հետ կապված, չէ հարգելիս, ընդամենը 3 անգամ եմ օգտվել եւ վերջ։ Չէին հասցնի վարորդները իմ հետևից ոնց որ ասած են։ Չէ, ինչի համար։